Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Եվրոպայի թուրքական մարշը։ Ապրիլի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվել է Հռոմում։ Այս հարցը նախապես ծրագրված էր իրականացնել ապրիլի 17-ին, բայց իտալական կողմի խնդրանքով հետաձգվել էր։ Թուրքական լրատվամիջոցները լայնորեն ներկայացրել են Թուրքիայի նախագահի և Իտալիայի վարչապետ Մելոնիի բանակցությունները և միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո տարածված համատեղ հայտարարությունը, որ վկայում է կողմերի բավական լուրջ մտադրությունների մասին։ Աչք է զարնում այն, որ փաստաթղթում տեղ են գտել Եվրամիության Թուրք հարաբերությունների վերաբերող երկու կարևոր ձևակերպում։ Ըստ այդմ արձանագրվել է, որ Եվրամիությունը և Թուրքիան պետք է արագացնեն վիզաների ազատականացման հարցով բանակցությունները, ինչպես նաև թարմացնեն Մաքսային միության համաձայնագիրը։ Պետք է ենթադրել, որ այդ հարցերի շուրջ Իտալիան նախապես քննարկումներ է ունեցել Եվրահանձնաժողովում, հակառակ պարագայում երկկողմ հարաբերությունների մասին փաստաթղթերում դրանք տեղ չէին գտնի։ Հայտարարության հաջորդ ուշագրավ կետը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին։ Իտալիան և Թուրքիան վերահաստատել են Ուկրաինայի իշխանության և տարածքային ամբողջականությանն իրենց անվերապահ աջակցությունը, ինչը վերաբերում է կարգավորմանը, ապա այն պետք է լինի կայուն, արդարացի և երաշխավորի տևական խաղաղություն։ Կողմերը հավատարիմ են Պոսքովոյտայի Ուկրաինայի վերականգմանն իրենց մասնակցությանը ոչ միայն պետական, այլև մասնավոր ընկերությունների ներդրումների տեսքով, ինչպես նաև համաձայնություն են տվել ձեռք բերել միասնական ծրագրեր իրականացնելու համար։ Իտալիան և Թուրքիան համաձայնվել են, որ Իսրայելը պետք է Գազայում դադարեցնի ռազմական գործողությունները, վերացնի մարդասիրական մատակարարումների արգելքները։ Հռոմը և Անկարան հաստատում են, որ Պաղեստինի անկախ պետականության ստեղծման անհրաժեշտության հարցը մեծ է, պնդում են, որ Իսրայելը և Պաղեստինը պետք է կողք կողքի խաղաղ գոյատևեն, ինչպես սահմանված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևով։ Համատեղ հայտարարությունը, ինչ խոսք, պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագիր չէ, և շարադրված կետերն իրականացնելու համար Հռոմը և Անկարան իրենց հաջորդ օրը քրտնաջան աշխատանքի չեն լծվելու։ Էրդողանի Հռոմի այցի կարևորությունը քաղաքական ենթատեքստ է, իսկ այն վկայում է, որ իր համար չափազանց բարդ իրավիճակում Եվրոպան Թուրքիայի ներգրավվածության կարիք ունի։ Ընդ որում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել իրողությանը, որ ռուսա-ուկրաինական ճգնաժամի գնահատման հարցում Իտալիան ամենևին էլ Եվրոպայի հակառուսական երկրների շարքում առաջնային տեղը չի գրավում։ Ըստ երևույթին, հենց այդ հանգամանքն է դեր խաղացել, որպեսզի Եվրահանձնաժողովը Թուրքիայի համար չափազանց կարևոր վիզաների ազատականացման և Մաքսային պայմանագրի թարմացման հարցում երկխոսության առաջնահերթությունը հրապարակայնացրել է Իտալիայի միջոցով։ Նույն օրը Վարշավայում Թուրքիան ստացել է 3 ծովերի ձանձրածռնության ռազմավարական գործընկերության կարգավիճակը։ Իտալիա-թուրքական համատեղ հայտարարության տեքստում, որ հրապարակվել է Թուրքի Գազեթիսին, Հարավային Կովկասում կողմերի համագործակցության մասին ոչինչ ասված չէ։ Հայտնի է սակայն, որ Իտալիան Ադրբեջանի հետ բավական սերտ առևտրատնտեսական հարաբերություններ ունի, իսկ վերջին շրջանում կողմերի միջև համագործակցությունն ընդգրկել է նաև սպառազինությունների և ռազմական տեխնոլոգիաների ոլորտը։ Բացառված չէ, որ կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի իրավիճակին, բայց այդ խնդրի շուրջ մոտեցումները չեն հրապարակայնացրել։ Ամեն դեպքում Թուրքիան կարծես ընդառաջում է Եվրամիության տնտեսական և անվտանգային համակարգին և ռազմաարդյունաբերական համալիրն ինտեգրվելու Եվրամիության կողմից արված առաջարկություններին։ Այդ ինտեգրացիան ով և ինչպես ավել կշահի, աշխարհաքաղաքական ինչ հետևանքներ կունենա այն ցույց կտա ժամանակը, եթե իհարկե Անկարան Եվրոպայի թուրքական մարշի հարցում հաստատակամ մնա։